Բաբայանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է Միքայել Սրբազանին պետք էր ճիպոտահարել։ Խնդրեմ։ Դու Ռուբեն Բաբայանը ու Միքայել Սրբազանը դա համատելի բան է, բայց այ падոնակ դու այդ մարդուն ես падոնակ եմ ասում, որովհետեւ Միքայել Սրբազանի մասին ով բերանը բացում է խոսի, դա համար մեկ падոնակն է։ Այդ ձևին բարդ որ սաղ իր կյանքը ծառայել է ժողովրդին ու ձևին բաքուր հիմքեր ունենալով գնացել իր զոհաբերելով նստած որ ասում է անազատության մեջ եկա մարդ ես բերանդ բացելով ինել այն մարդիկ որ բանը մեր այդ ժամանակահատվածում դուք պիտի ընդհանրապես ավելի մեծ այս պատմական ծանր ժամանակում ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեիք ձեր պահվածքով ձեր մտավորական ես կոչվում պատմական ծանր ժամանակներ մտավորականները միշտ լուրջ դերակատարություն են ունեցել բայց դու բերանաներ բացում եք ճիպոտով ես մեկը կամ ճիպոտով է մեկը այդ կարող է ճիպոտի անհրաժեշտությունը դուք եք զգում կամ այդ հոբա բան չէ կարա մտքեր բարեր օգտագործելով որ ասում է 1000 անգամ մտածեք Միքայել Սրբազանը սուրբ մարդ է Միքայել Սրբազանը իր պահվածքով է սուրբ Միքայել Սրբազանը իր անցած ճանապարհով է սուրբ Միքայել Սրբազանը իր ծառայած ժողովրդով է սուրբ բա դու ինչով ես սուրբ 2 կոպեկ փող եմ տալիս բերանդ բացում ես էշ խոսում կամ էլ տարբեր տեղեր որ հարթակում ինչ որ բանալնում հələ կարող է նույնն էլ արցախցիների մասին դուք են հա ձեր համար ինչ 2 կոպեկ փող տակ կողջունեք որ Արցախը լավ են արել որ հանձնել են մեր 2 կոպեկ փող տակ կողջունեք թուրքերի առավելությունը ավելի հա դուք այդ մարդն եք առևտրական ծախված վաճառվածներն եք նույնն էլ մնացած սրբազաններին բա ինչի են ձեր բակալել այդ սրբազաններին հարց չի ցակում ինչի են ձեր բակալել բա դուք ինչ եք ձեր բակալված կամ մնացածը ինչ են ձեր բակալված չեք տեսնում ինչա կատարում այս երկրում չեք տեսնում որ արդարություն արժանապատվությունը ամեն ձևի ոտնահարած է եկա մարդիկ եք նորից եմ ասում առանձնապես այդ ոլորտի ներկայացուցիչներին ամեն մի արտահայտության համար 1000 անգամ մտածեք հետո խոսացեք դուք եք հանրային նշանակություն ունեցող կամ դերակատար նշանակություն ունեցող այդ ոլորտի մարդիկ եղել հազարավոր մարդիկ ձեզ են լսում մտավորականի մի մաս եք կազմում մտավորականությունը այսօրվա իրավիճակում դիմում եմ նորից ձեզ մեծ անելիքներ ունեք մտավորականներ դուք ամեն տեղ մի բան գրելու համար ամեն տեղ թե պատմությունն է թե բոլոր ոլորտներում ձեզ անելիքներ ունեք որ վաղվա օրը գրել ինչ եք գրելու դուք Հիմիկվա իրավիճակում որ բոլորը ցեն սուսարած կամ վիճակում բոլորը լռած ինչն է ձեզ ստիպում այդ լռելը կամ հարմարվել է կամ ինչը որ վախում եք ինչ որ պակասության հետ կապված կամ ճնշման հետ կապված ինչ որ բանի զոհ դառնաք բա եղեք էլ ինչ է եղել մի քիչ էլ դուք եղեք